Հանուն Հոր և Որդվո և Ոգվույն Սրբո ամեն։ Առաջին ուրբաթ Բենդեգոստեեն ետք գշարունակենք մեր մխիթարյանակիդական ներկայացումները նվիրված ընթերցումներու բաժնին հայերեն լեզվով թիվ 50-րդ դասախոսությունը։ Որպես նյութ ունենալով անգլիացի գրագետ Գրեհեմ Գրինի Հովհաննես 20-9-րդի վերջին զրույցը։ Ներկայացուցած էինք արդեն հեղինակին քիրքին ջագադը, ապա անցած քննարկելու համառոտ և երկար հարաճապանը, այս երկուքը իմ կողմից շարադրված արևմտահայերեն հայերեն լեզվով աշխարհապարի թարգմանության առիթով միշտ ստորագրելիս կողմեն։ Ուրեմն արդեն ընթացք տված էինք ընթերցումներու բաժնին և առաջ ասված այսօր գշարունակենք։ Հասած էինք այնտեղ, ուր Հովհաննես 20-9 այլևս օտանավով ժամանած էր հոն, ուր պիտի հանդիպեր զորավարին և ինքնաշարժով զինքը օտոգայանեն դարձյալ ուրիշ սպամը գառնե և ընկերակցելով իրեն կհասնին մինչև այնտեղ, ուր պիտի իջևաներ։ Բանտոգին առջև դնորենը իրենց կսպասեր։ Խոնարհեցավ ու ըսավ ծերունիին. հպարտ եմ ընդունելու զորավարին անձնական հյուրմը։ Հուսամ, որ ձեր կարճատև կեցությունը մեր մոտ լիապես հաճելի ըլլա ձեզի։ Ուրիշ բան չունիք, եթե ոչ խնդրել։ Ծերունին աչքերը բարձրացուց և ապշահար նայեցավ 14 հարգերը, հարցուց. որքան ժամանակ զիս ձեր մոտ կպահեք։ Մեկ գիշերվա համար վերապահված եք, պարոն։ Սպան փութով միջամտեց. այո, այնպես որ դուք վաղը կարենաք զորավարը տեսնել։ Զորավարը կփափագի, որ լավ հանգստանաք ճամփորդութենեն ետք։ Ահավասիկ ուրեմն երբ մեկը թրության մեջ է, ուր իր մասին ծրագիրներ կմշակվին, ինքը սրտապուխ անգեղծորեն կմոտենա, եթե կուզենք նաև երբեմն ճակերտի մեջ նաև միամտաբար դեպքերուն, հարցերուն, անձերուն, բայց այն անձերը, որ իր դիմացն են, որոնք ազատ անձեր չեն, ենթարկված են